Պարոն Սարգսյան, ձեր հեղինակած նախագիծը, որը բնույթը գումարով, բանակի ծառայության ժամկետը կրճատելն է, մեծ աղմուկ է բարձրացնել, կարծես անգամ ձեր թիմակիցների մի մեծ մասն է դեմ, նայեք, հանրությունը ասում է հիմա ստացվում է, որ այն տղաները, ովքեր ապահոված ընտանիքներից են, կարող են իրենց թույլ տալ, վճարեն ու իրենց ուժած ժամկետով կծառայեն, իսկ նրանք, ովքեր ոչ ապահոված են, այդ միջոցները չունեն, պետք է ծառայեն ստիպված սահմանված ժամկետով, ու սա նաև շերտավորում է հասարակությունը։ Ինչպես կարծիքնքեք։ Ձեր ասածները ճիշտ կլինեն եւ ընդհանրապես տրամաբանական են այդ կարծիքները եւ անարդար կլիներ եւ ոչ տրամաբանական կլիներ իմ կողմից նման նախագիծ բերելը, եթե բանակ զորակոչվեին մեր զորակոչի ենթակա տղաների օրինակ 90%-ը կամ եթե ինչպես է տեղի ունենում հարցումների ժամանակ մեր սիրելի հայրենակիցները ասում են, երբ լրագրողը մոտենում է եւ ասում է, «Վայ, ինչպես եք վերաբերվում եւ հարուստները կարող են 24 միլիոն վճարել եւ ընդամենը 1 ամիս ծառայել», բնականաբար հարցը լսող քաղաքացիը փողոցով քայլում է, ասում է, շատ վատ են վերաբերվում, չի կարող նման բան լինել, դա անարդարություն է եւ այլն եւ տալիս է այդ կարծիքը։ Բնական է, որ եթե մարդ չի տիրապետում իրավիճակին, զինված ուժերում, թե ինչպես է տեղի ունենում զորակոչը, պետք է տա նման պատասխան։ Ես նույնպես եթե չտիրապետեմ փողոցով քայլեմ ինձ մոտիկանան ասեն, «Վայ, այսպես նախագիծ են բերել», բնականաբար ես նույնպես դեմ կարտահայտվեմ, քանի որ այստեղ ակնհայտ կլինի ոչ հավասարություն։ Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին 15 տարիների ընթացքում զորակոչի թիվը պակասել է մոտ 3 անգամ։ Եվ բանակ է զորակոչվում, բացի նրանից, որ զորակոչի թիվը պակասել է, այսօր բանակ է զորակոչվում զորակոչի ենթակա տղաների 30-ից 40%-ը։ Սա նշանակում է, որ մեծամասնությունը կամ մոտ 60-70%-ը չեն գնում ծառայության, խուսափելով որևէ ճանապարհով, որի մասին ես բազմիցս խոսել եմ։ Նախագծերի փաթեթով ես առաջարկում եմ 4 խստացումներ, որոնք որ կկրճատեն բանակից խուսափելու առկա հնարավորությունները, եւ մենք եթե այսօր ունենք 30% զորակոչվող, 70% ազատվող, իմ նպատակն է տեղերով փոխել եւ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ 30%-ը ազատվի, 70%-ը զորակոչվի ծառայության, այլ ոչ թե հակառակը։ Եվ այս դեպքում մենք կունենանք իրականում արդարության վերականգնում եւ այսօր բանակում չեն ծառայում այն մարդիկ, ովքեր կարող են որոշ ճանապարհները ֆինանսական միջոցներ հայթայթել կամ ունենալով դիմել այս ճանապարհներով, որոնք ես ցանկանում եմ փակել։ Այսինքն նախագծի նպատակը ոչ թե զորակոչի թիվը նվազեցնելն է կամ ստեղծել այնպիսի վիճակ, որ միայն ոչ ապահովները ծառայեն, այլ ուղիղ հակառակը։ Նախագծի նպատակն է բանակ զորակոչել բոլորին, անկախ սոցիալական վիճակից։ Հիմա նայեք, թեկուզ այն, որ 3 հանձնաժողովում ձեր նախագիծը հետաձգվեց, հա ցույց է տալիս, որ ԿՊ-ում եւս մեծ բունտ է հասունացել ընդդեմ ձեր նախագծի ու ձեր թիմակիցներն են ընդդեմ, մամուլը եւս գրել է, որ անգամ կին պատգամավորներ ձեր թիմակիցներն են ձեր հետ վիճաբանության մտել նախագծի հետ կապված։ Նախ վիճաբանություն կամ որևէ նման խնդիր չունենք մենք մեր խմբակցությունում, ցանկացած հարց ենթակա է քննարկման եւ ցանկացած պատգամավորի կամ կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ քննարկվում է մեր խմբակցությունում այն պատգամավորները, ովքեր ունեն առաջարկներ, ովքեր դեմ են, ովքեր վերապահումով են մոտենում, իրենց առաջարկներն են ներկայացնում, իրենց մտահոգությունները։ Դեմ արտահայտվել կոնկրետ կնշեք, ովքեր են դեմ արտահայտվել ու ասել են, որ օրինակ այս հատվածը պետք է փոխել։ Մենք քննարկումներ ենք անցկացրել, քննարկումներին մասնակցել են մի քանի պատգամավորներ, նպատակահարմար չեմ գտնում այս պահին մեր խմբակցության ներսի քննարկումների մասին բարձրաձայնել, եթե նման անհրաժեշտություն լինի, առաջիկայում մեր պատգամավորները, ովքեր որ կարծիքներ կամ առաջարկներ ունեն, դրանք պետք է անեն հրապարակային, դա է նաև պահանջում օրենքը, եթե կլինեն նման հրապարակային եւ սահմանված կարգով առաջարկներ, դրանք հասանելի կլինեն նաև մեր հանրությանը։ Առաջարկները չեն ներկայացվել, լավ առանց անունների ինչ-որ առաջարկներ։ Այս պահին գրավոր առաջարկ պատգամավորների կողմից չի ներկայացվել։ Պետք է արտահերթ նիստ հրավիրվի Առաջիկայում մենք հանձնաժողովի արտահերթ նիստ կանենք եւ Անդրանիկ Քոչարյանն ու Վահագն Ալեքսանյանը վերադառնան Հայաստան, դա տեղի ունենալու վաղ մյուս օրը, դրանից հետո մենք առաջիկայում արտահերթ նիստ կանենք, որպեսզի առաջին ընթերցմամբ օրենքը ընդունվի, որն է նպատակը արտահերթ նիստի, որպեսզի այս բաց թողած նստաշրջանի փոխարեն մենք արտահերթով օրենք անցկացնենք առաջին ընթերցմամբ եւ վերջին քառորյան, որը լինելու է հունիսի 17-ին, կարողանանք երկրորդ ընթերցմամբ ընդունել եւ արդեն հուլիսի 1-ից օրենքը մտնի ուժի մեջ եւ տարածվի առաջիկա զորակոչի ենթակա տղաների վրա։ Ազգային ժողովում կընդունվի։ Այո, վստահ եմ։
Ձեր թիմակիցների վրա վստահ եք, ոնց հանձնաժողովին չեկան, հնարավոր է եւ հետագայում չքվի։ Ես վստահ եմ, որ կառավարության կողմից հավանության արժանացած նախագծերը ընդունվում են, նաև մեր падգամավորների կողմից ներկայացված նախագծերը, որոնք փաստարկված դեմ կարծիքներ չեն ունենում, ընդունվում են նաև լիագումար նիստում։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։